Ես ԿՓԱ-ներից երբևէ որևէ աշխատանք չեմ խնդրել։ 2018 թվականին ինքն է խնդրել եւ շատ երկար, ես իմ համար ինքնաբավ լրագրող էի եւ շատ կարճ է տևել այդ աշխատելը, հետո ես որևէ փորձ չեմ արել իրենց այդ աշխատելու համար, որևէ հանդիպում չեմ խնդրել, ես Արարատ Միրզոյանին համարյա 8 տարի չէի հանդիպել, երբեք չեմ խնդրել։ Պատերազմից հետո էլ կարող էի իրենց մոտ պաշտոն զբաղեցնել, ուղղակի երևի այդ ժամանակ էլ պետք է ասեի Արցախը Ադրբեջանը եւ վերջ, բայց դե ինձ տենց աշխատանք պետք չի եւ ես շատ ուրախ եմ, որ հեռացել եմ աշխատանքից, որովհետեւ առնվազն Արցախի կորստի եւ Արցախի հայաթափան հետ ես առնչություն չունեմ եւ այդ առումով խիղճս մաքուր է եւ նաեւ սիրտս մաքուր է, որ ճակատագիրը ինձ փրկել է ուսապարկ դառնալու հեռանկարից, էլի չգիտես ինչ կլներ։ Ես ինչ հարցեր եմ զգում կենտրոնանամ, իմաստը ասելու, այտենց այդ բան անելու, որ օրինակ դու աշխատել ես մեր հետ բան, ես ուզում եմ այդտեղ հասկանամ, էլի, այսինքն իրենք քեզ մեղադրում են, որ դու իրանց հետ աշխատել ես։ Այսինքն իրանք մտածում են, որ իրանք ինչ են, բորոտների խումբ են, ինչ որ բան են։ Այսինքն Արարատ Միրզոյանը գիտի, որ իրանց հետ աշխատելը մոմենտ է։ Այսինքն իրանք գտնում են իրանց հետ աշխատելը ինչ որ պրոբլեմա յուրաքանչյուր։ Ես մի բան էլ ասեմ սրա հետ կապված, պարոն Մարուկյան, ես միշտ գործընկերային հարաբերությունները պահում եմ եւ աշխատում նախին գործընկերներին չքննադատել, բայց Արարատ Միրզոյանի հետ այդ ավանդույթը խախտել եմ եւ ընդհակառակը հայտարարել եմ, որ ես այն երբեք չեմ բարևելու եւ երեք դեպատի ժամանակ էլ չբարևեցի, որովհետեւ այդ մարդկային հարաբերությունները դրվում են մի կողմ եւ տեսնում ես, որ մարդիկ կործանում են քո երկիրը, կործանում են այն բոլոր արժեքները, որոնք կարեւոր են եւ նաեւ շատ դժվար է բարևել մի մարդու, որը չի արձագանքում, որ Արցախում եկեղեցիներ են հողին հավասարվում եւ միևնույն ժամանակ պաշտպանում է Պաղեստինի մշակութային ժառանգությունը։ Ես մարդու Գազայի արտգործնախարարն է, էլի, Պաղեստինի։ Մի ռուկապաժատն է։